Այս կիրակի հունվարի 11-ին ժամը 22:45-ին քաղաքագետ Արամ Ավետիսյանը պատասխանում է հայ հեռուստադիտողին հուզող այն հարցերին, որոնց պատասխանները ճակերտավոր ընդդիմադիրները փորձում են խղաթյուրել։ Ում հետ է հանդիպել Էդմոն Մարուքյանը եւ ում շահերն է ներկայացնում։ Բարո ժողովուրդը պահանջում է ընդդիմադիր ուժերից, որ ձեր տարաձայնությունները դնեք մի կողմ եւ մեկ բևեռի մեջ ձևավորեք, համախմբեք։ Բախի չեք լսում ժողովրդին։ Այսինքն ժողովուրդը պահանջարկա ձևավորում, դու պահանջարկը չես սպասարկում, բայց ասում ես արի ընտրի։ Այ ախպեր այդ մարդն ասում է չեմ ուզում ես ձեր մենյուով գամ ընտրեմ, որ ուզի ինքը հարցումներում կպատասխանի, որ չէ, հանկարծ չմիավորվեք, որևէ պարագայում դուք չմիավորվեք, առանձին գնացեք ես այդ մենյուի մեջ կընտրեմ։ Չէ ախպեր ընտրողների 68% ասում է, չէ ախպեր միավորվեք սաղը, որ գնաք կրեք։ Քոչյանը, Սերժը, բոլորը պետքա միավորվեն, մեկ ճակատով գնան ընտրության եւ Նիկոլ Փաշինյանին հաղթեն։ Ես ճիշտ ասած շատ մեծ տարակուսանք ունեմ, որովհետեւ դեռ պետքա մենք հասկանանք, թե ինչ նկատի ունի Էդմոնը ասելով ժողովուրդ, որովհետեւ ժողովուրդը դա գլոբալ հասկացողություն է եւ երևի նա ֆլեշի բարձրի հետ է հանդիպե, չգիտեմ Միքայել Միասյան Միշիկի հետ է հանդիպե, այն Սերժի մոտ փեսա ունի, այն Չագուչի դեմքով դրան տեսել եք երևի ինքը այդ մարկանց հետ է հանդիպում ու սկսում է ժողովրդի անունից ինչ-որ հայտարարություններ անի։ Ինչ հարցերի պետք է պատասխանի Արթուր Վանեցյանը։ Պարոն Արտուրիկը ներկայացնի, թե իր հորողբորդ տղեն խիա հենց հիմա գտնվում հետախուզման մեջ Միքայել Միասյանի հետ միասին, թե 2018 թվականին այդ ինչպես եղավ, որ Պղնձա-Մոգենային կոմբինատի, Քաջյանի կոմբինատի որոշակի մասնաբաժինը, որը որ պատկանում էր Միքայել Միասյանին, ձեռքա բերե Արտուրիկ Վանեցյանի հորողբորդ տղեն։ Շուկայականից էականորեն շատ ցածր գնով։ Ու խիա հիմա հետախուզման մեջ։ Ուրեմն ես Միշիկի ճտին մի բան ես կասեմ, լսի արա Արտուրիկ։ Դու եթե այս տեմպերով շարունակես, ես խոսք եմ չտվել, չէ Արտուր։ Ես բացահայտում կանեմ։ Որ իր տղեկը կամա չեն տնից դուրս գան։ Ինքը պետք է գնա պլաստիկ վիրահատություն անի, անունը փոխի, որ այդ ամոթի տակից դուրս գա։ Քաղաքական հետապնդում եւ վենդետա գեներալ մայոր Կարեն Շաքարյանի նկատմամբ արդյոք իրավունք ունեն զրկել նրան Արցախի հերոսի կոչումից։ Բայց այս վիճվածքը գնում իր ձեռով պետությունը լուծարում է, ինքը իր երթումը դրժում է այս սուկան, Շանթի ասած։ Շանթը կյանքում մի բան է ճիշտ ասել, որ սենց սուկա է ասել։ Ու այս սուկաները Արտուր հիմա եկել են թփրտում են ստե, հայնասեր են խաղում։ Իրանք իրանց երկիրը լուծարել են, պետությունը լուծարել, տարե ասում վկայականով, պեչատով տվել են Թուրքիին։ Եկես ստե ասում բանը, զրկումա բանից։ Դուք եթե պետություն չեք արա, այ թշվառներ։ Անտեր շամպես հելակ փախակ եկակ ստե արա, գորմեկ էթնիկ զտման ենթարկվանք։ Ղարաբաղի խեղճու կրակ ժողովուրդը հետո օրին բոյ էր տալի։ Հարյուրավոր զոհեր էին տալի, բոյի մեջ էին, իրանք բոյ էին տալի, Վանեցյանի խնամի բան էր անում, տեղ պասպորտ էր փոխում ավտոյի, որ բեր Հայաստան, բերանց բացել են տալիս նրանք, այս լրփի տղեկը բան էին անում, վարկ էին ստանում, հիմնադամից փող էին քաշում, 10-ով կեկ էին անում այդ օրերին։ Կոշտ պատասխան Իշխան Սաղաթելյանի հայտարարություններին։ Բա որ տենց ուժեղ տղեկ եք եղել, տենց հայնիկ պաղող եք եղել, բա բանակ հասարակ բան չէ, արդյունքի բանակում իրանք չեն ծառայել։ Թողային մեր հետ ծառայեին։ Մատ իրենք մեծանոց ավել կտայինք իշխանին, որտեվ ավելից բացի ցանկ ուրիշ բան չեն կարող անել։ Սան զենք տալ, սան զենքը չեն կարող ձերները բռնել։ Բայց գոնե գեք, արա, կարտոշկա կամ ակրեիք, չաստում կամ ավել կանեիք, մի բանով պիտանի կլինեիք զորքին։ Ոնց որ ձեր թայֆի որոշ անդամների թուլեք մեր մոտ ծառայել են։ Ու ես ծառայություններ կարտոշկա կլպելով ու ավել անելով անցե։ Սա վատ բանով չեմ ասում, մենք ենք կարտոշկա կլպի Արտուր։ Ուղղակի մարդիկ կան, որոնք էգզիստենցիալ վախ ունեն զենքից։ Բացառիկ տեսանյութ, թե ինչպես է ազգային ժողովի падգամավոր Լիլիթ Գալստյանը փորձում վիրավորել քաղաքագետ Արամ Ավետիսյանին եւ գլխիկոր դիմում է փախուստի։ Ինչ ասիր ինձի։ Չհամարցակի։ Ասում ինչ ասիր։ Ինչ ասի ինձի մի հատ եմ ասում։ Ինձ ինչ ասիր։ Ասում ինչ ասիր ինձ։ Վիժվածքը դու ես ու թայֆը տեղավ Սիուշեի Քոչյանի գլխավորությամբ այդ պիղծ։ Ինչ վիժվածք ես ասում, ուր ես թռնում։ Սրանք էդ են։ Գան մարդու հետևից խոսան, ոնց են 30 տարի ոնց են Հայաստանում սրանք կառավար է Արտուր։ Լավ տղեկի գլխին սարքել են, այն ում գլխին չեն կարողացել սարքել են բոնժուր Հայաստանից թողի գնա, մոռացել են սրանք։
Հիմա գողական տղեկ են դարել, ինչ-որ լավ տղու տեղ են դրել։ Դուք թռած եք, արա, պիտուշոկներ եք դուք։ Հատուկ անդրադարձ Սերժ Սարգսյանին եւ հայհոյանքներ գրող իր թիմակիցներին։ Սերժի Թայֆից էլ մտ լրփի տեղակա, այսօր ինձ հայհոյել էր, տեսա էլի, մոտս արձանագրեցի, ուրեմն լսի Սերժ, այդ ծակվող, այդ դեղանող, խելքդ գլուխը թավակի, արա։ Այն փոքր Սերժիկդ, այնց տեսանոթ կհրապարակեմ, կքաքես տակը տարա, վիժված։ Թայֆիտ կանչի, դասեր արա։ Խելքդ գլուխները թավակեք, այդ թռածներ։ Մտնում ընձի քրվում են։ Ես ծակվող դեղանող մորֆինիստները։ Այն որ աղբորդ տեղ են Սևան գաղութ այնքան դեր դեղալը քաքել էր տակը, կհիշեցնեմ այդ օրերը, արա։ Տարիներ շարունակ Ռոբերտ Քոչյանին եւ Սերժ Սարգսյանի սպասարկողները թալանել, կերել ու խմել են Արցախում ադրբեջանական երգերի ներքո, հագել են թուրքական հագուստներ եւ հանգստացել են Թուրքիայի ափերում, եւ հիմա իրենց ներկայացնում են իբրև մաքրամաքուր հայրենասերներ։ Խենթանում ենք Արցախի համար, բան են սարքել, Արցախը ռեստորանային համալիր են սարքել, խմբակով պտի գնային հատուկ մի հատ Շուշիում, ընդեղ խաշած հավ պտի ուտեին ձվով տենց Ստեփանակերտի հրապարակում սեղան պտի լիներ, վերջում 2 հատ երգ են գրում են Գուտապի Հենդոն երգերքում, ցախի, Արցախին ցախ, բանսեց, այ մենք խենթանում ենք հայրենիները ու տաղերը։ Առանց Արցախի մենք մեր կյանքը չենք պատկերացնում, սուտի են որ ասում հայրենասերներ, այ բայց իրա բիջը բանակում չի ծառայ Արտուր։ Իրա բիջը չի ծառայ։ Հա, հիմա որ ասում են ադրբեջանական բանը, բենզինը բանը, նավթը, եսի ինչը, ասենք նոր տարում այդ այտենց խոսացողը որ ես չեմ լցնում այդ բենզինը, ռեստորանային համալիրում ապարում էր մի երկի տակ ու գոռում էր հու բան ասենք չգիտես ցնցվում էր, բանը պապը Ղուրբան, մամը Ղուրբան, որը հայտնի ադրբեջանական երգ է։ Քիչ կմնար մի հատ գոռար ռեստորանում Չադիջան։ Ռոբերտ Քոչյանը էթնիկ թուրք է։ Արամջան տարիներ շարունակ ադրբեջանական երգերը Սպիտակցի Հայկոյի կատարմամբ ու մյուսի կատարմամբ այդ գետմա երգով գրեց, կարող է գիշերը արթնացան բանը Հիսուսը բառեր ասել էր գրեք բանով։ Հիմա դարձել է որ իրանք ամբողջ ես ճիշտ ասած այդ Սպիտակցի Հայկոյա, չգիտեմ, Վարդենիսցի Վաղոյա թե ինչ է, դրա տղաներն է, չէ՞, որ դրանց հետ ինչ-որ միտինգների մասնակցում ինչ։ Դրանց մենք ապագայում այդ օրենսդրական նախաձեռնություն կանենք, սրանց պետքա ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար պատասխանատվության ենթարկենք։ Այդ սուտի երգիչ կոչվող շոու բիզնեսին պետքա բերենք հարկենք դրանց բոլորին։ Այս եւ այլ կարևոր թեմաների շուրջ ծավալուն եթերը դիտեք այսօր հունվարի 11-ին ժամը ուղիղ 22:45-ին բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որ նոր տեսանյութերի ծանուցումները ստանաք առաջինը։